Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը նշվել է տարբեր երկրներում, շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, արդյոք այդ երկրների թվում կա Թուրքիան։ Այս տարի եւս Թուրքիայում պաշտոնապես արգելել են ցանկացած տեսակի հրապարակային միջոցառումները նվիրված ցեղասպանության տարելիցին։ 2009 թվականից սկսված Ստամբուլում, Թուրքիայի այլ քաղաքներում այդպիսի միջոցառումները արտոնում էին եւ անգամ ամենամեծ հրապարակումներ էին, մեծ հավաքներ անցկացվում։ 20 թվականին առաջին անգամ արգելվեց այդ միջոցառումը Ստամբուլում, պատճառաբանությունը այն ժամանակ պանդեմիան էր, դրանից հետո առանց որևէ պատճառաբանության մերժում են եւ արգելում են չտրամադրելով արտոնությունը։ Հատկանշական է, որ այս անգամ եւս մերժումը ստացվել է ոչ թե Ստամբուլի քաղաքապետարանից, որը վերահսկում է ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունը, այլ Ստամբուլի նահանգապետարանից, որը իշխանության կողմնակիցն է, իշխանության ներկայացուցիչն է ղեկավարում։ Պաստորեն այն թուրք մտավորականները, որոնք մինչ վերջերս բացահայտ խոսում էին դատապարտելով հայոց ցեղասպանությունը, արդեն մի քանի տարի է ինչ գերադասում են լռել։ Կամ խոսում են միայն նրանք, ովքեր գտնվում են Թուրքիայից դուրս, ինչպես օրինակ Թաներ Աքչամը Երևանում։ Այնուամենայնիվ որոշ միջոցառումներ Ստամբուլում կանցկացվեն, այսպես փակ պատերի ներքո, հա, օրինակ Մարդու իրավունքների ընկերակցությունը բրիֆինգ է անցկացնելու կամ արդեն հավանաբար անցեկացրել, կամ քրդամետ կուսակցությունը ժողովուրդների դեմոկրատիայի նույնպես մի փակ միջոցառում է անցկացնելու։ Իդեպ այդ կուսակցությունը նաև ուղերձ է տարածել դատապարտելով 15 թվականի իրադարձությունները։ Բնական է, որ հայ համայնքն է միջոցառումներ անցկացնելու, Ակոս թերթի խմբագրությունում է լինելու մի հավաք, բնական է նաև եկեղեցիներում պատարակներ են անցկացվել։ Եթե մինչ վերջերս թուրքական առաջադեմ թերթերում հոդվածներ էին, որոնցում դատապարտվում էր հայոց ցեղասպանությունը, ապա այժմ թուրքական մամուլը լի է ցեղասպանությունը ժխտող հրապարակումներով։ Այ օրինակ Սաբահ թերթի հոդվածը վերնագիրը ինքնին խոսում է սուտը ցեղասպանության մասին։ Ինչպես եւ նախորդ տարիներին ուղերձով ուղված հայ համայնքին դիմել է նախագահ Էրդողանը 12 թվականից սկսված, այսպիսի ավանդույթ է արդեն, բայց այս անգամ եւս դա ոչ թե ցեղասպանության մասին ուղերձ է, այլ ըստ էության ցեղասպանությունը ժխտող ուղերձ է։ Ճիշտ է, նա ցավակցություն է հայտնել այն հայերին, որոնց նախնիները զոհվել են 15 թվականին, բայց ընդգծել է, մեջբերեմ, որ հարգում է այն օսմանացի հայերի հիշատակը, ովքեր մահացել են առաջին աշխարհամարտի տարիներին ապստամբությունների, ավազակախմբերի հարձակումների եւ համաճարակի արդյունքում։ Այսինքն որևէ բռնություն իշխանության կողմից չի եղել, նրանք պարզապես ուրեմն հիվանդություններից կամ ավազակների ձեռքից են մահացել։ Ըստ էության դա իսկապես ժխտողականության դրսևորում է, քան մարդասիրական վերաբերմունք։ Մյուսը Արտյոմ, ամեն տարի ապրիլի 24-ին Միացյալ Նահանգների նախագահները ուղերձով են հանդես գալիս, հետաքրքիր է Թրամփը պահպանի այս ավանդույթը։ Դե նախորդ նախագահ Ջո Բայդենը առաջինն էր, ով պաշտոնապես ճանաչեց ցեղասպանությունը եւ արտասանեց այդ բառը հենց ապրիլի 24-ին, դա 21 թվականին էր, երբ Թրամփն էր նախագահ, նույնպես միշտ հանդես էր գալիս այդ օրը ուղերձով, սակայն միշտ խուսափում էր ցեղասպանություն բառից։ Առայժմ պարզ չէ, թե այսինքն կմնա հավատարիմ այդ Բայդենի հիմնադրած ավանդույթին, թե կշարունակի ըստ էության ժխտել, այսինքն շարունակել այն, ինչ անում էր Թրամփը, երբ նախագահ էր։ Նախագահական ընտրություններից առաջ Հայդատի հանձնախումբը հայտարարությամբ էր հանդես եկել եւ դատապարտել էր Դոնալդ Թրամփին իր իշխանության օրոք ցեղասպանության հարցում իր ունեցած մոտեցման պատճառով։ Բայց ի տարբերություն գործադիր իշխանության, օրենսդիր իշխանությունում այս հարցում շատ հստակ են տրամադրված եւ մի քանի օր առաջ կոնգրեսական Դինա Տիտուսը հանդես էր եկել մի նոր օրինագծով, որի նպատակն է
կրթական ծրագրեր ստեղծել ցեղասպանության մասին պատմող։ Այդ ծրագրի շրջանակներում ենթադրվում է $10 միլիոն հատկացնել, որպեսզի դասագրքերում մատուցվի ըստ արժանավույն ցեղասպանության թեման, որպեսզի ուսուցիչները կրթական ծրագրեր ուսուցողական անցնեն, թե ինչպես է պետք մատուցել ցեղասպանության թեման աշակերտներին եւ այլն։ ԱՄՆ կոնգրեսում տեղի ունեցավ ավանդական միջոցառումը ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, որին մասնակցում են երկու կուսակցությունների ներկայացուցիչները եւ նրանցից 12-ը ելույթներով հանդես եկան։ Լոս Անջելեսի շրջանային այդ հոգաբարձուների խորհուրդը այս տարվա ապրիլի 24-ը հռչակել էր հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Այսինքն Միացյալ Նահանգներում այդ իմաստով, եթե ոչ գործադիր իշխանությունը, ապա օրենսդիրները եւ տեղական իշխանության մարմինները հետևողական են։ Արդյոք եւ սկզբում նշեցինք, որ մի շարք երկրներում է նշվում տարելիցը, հետաքրքիր է մյուս երկրներում, մենք սկզբում Թուրքիայի մասին խոսեցինք, ինչ ուշագրավ միջոցառումներ են տեղի ունեցել։ Դե Ֆրանսիայում մի շարք միջոցառումներ են տեղի ունեցել, հավանաբար դեռ կշարունակվեն, նախագահ Մակրոնը X միկրոբլոգում անգամ հայերեն գրառում էր արել այդ մասին։ Փարիզի քաղաքապետարանում է միջոցառում անցկացվել, որին ներկա էր անձամբ քաղաքապետ Ան Իդալգոն եւ նաեւ Հայաստանի դեսպանը։ Փարիզի Մոնմարտր հրապարակում միջոցառում տեղի ունեցավ 3 առաջին օրը։ Հայաշատ Մարսելում նույնպես մի քանի միջոցառում էր տեղի ունեցել։ Իդեպ քաղաքապետարանի շենքը լույսերով գունազարդվել էր հայոց եռագույնի գույներով։ Բրիտանիայի երկու պալատների ներկայացուցիչները միջոցառում են անցկացրել, որում կոչ են արել կառավարությանը ճանաչել եւ դատապարտել ցեղասպանությունը։ Հունաստանի նախագահն է հայտարարությամբ հանդես եկել, պաշտպանության նախարարը եւս ուղերձ է տարածել։ Լիբանանի նախագահ գեներալ Ժոզեֆ Աունն է ուղերձով դիմել հայերին եւ դատապարտել ցեղասպանությունը։ Ուրուգվայում մի քանի օր առաջ ներկայացուցիչների պալատում հայազգի падգամավոր Խոսե Լուիս Սաջյանի նախաձեռնությամբ խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել ցեղասպանության մասին եւ բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները վերահաստատել էին Ուրուգվայի պաշտոնական մոտեցումը ցեղասպանության հարցում, այսպես հպարտորեն ընդգծելով այն, որ Ուրուգվայը աշխարհում առաջին պետությունն էր, որը ճանաչել է ցեղասպանությունը։ Ռուսաստանում եւ Վրաստանում իշխանությունների կողմից ոչ մի արձագանք չի եղել, բայց բնական է, որ տեղի հայկական համայնքները նշել են այդ օրը, օրինակ Վրաստանում Վրաստանի հայերի երիտասարդական կառույցը ջահերով երթ էր կազմակերպել Իսանի մետրոյից մինչև Հավլաբար եւ նաեւ Թուրքիայի դեսպանության շենքի առջեւ բողոքի ցույց էին կազմակերպել։ Դե Մոսկվայում ցույցեր անցկացնելը իհարկե իրատեսական չէ, սակայն Ռուսաստանի հայերի միությունը Մոսկվայի կենտրոնի տարբեր խաչմերոկներում այսպես բաներներ էր պատվիրել ցեղասպանության մասին հիշեցնող եւ նաեւ ցուցահանդեսներ կազմակերպել Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում։ Շնորհակալություն, Արծու։